այս մարդը եւ իր խումբը բոլորին ծեծելու են, նստացնելու են, մեղադրելու են ինչ-որ բանի մեջ, հռչակելու են, որ բոլորը արտասահմանյան գործակալներ են, ագենտներ են, կոռուպցիայի ինչ-որ հարցեր միանգամից կգտնվեն, եթե չգտնվեն ինչ-որ պատահական վենդետաներ կլինեն, մարդիկ պատահական ձևով կմահանան, չգիտես ինչու, հենց այն դեպքում, երբ որ նրանք ընդդիմադիր են, այսինքն նրանք տեսնում են սա ինչ է, սա տոտալ բռնապետություն է, նրանք չպետք է վախենան, որ այս մարդը չի հաղթի ընտրություններում։ Ադրբեջանը զգում է իր ուժը, նա գիտի ինչ նպատակներ ունի եւ հետապնդելու է։ Մենք շատ անգամ դրա մասին խոսել ենք, ճիշտ ասած, այլևս չեմ էլ տեսնում հարցազրույցների իմաստը։ Հարցազրույց պետք է վերցնել այն մարդկանցից, ովքեր վաղար շաբաթում իրենց ձայները տվեցին այս խմբին։ Իհարկե մեծ մասը մի անձի օգտին էին տվել իրենց ձայները, որքանով ես հասկանում եմ, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ ոչ մի դեմ ոչ մի բան չունեմ այդ մարդու դեմ ոչինչ չունեմ, բայց այն մարդիկ, ովքեր ընտրում են այս խումբը, իրենցից պետք է հարցազրույց վերցնել, որ հասկանալ, թե նրանք ոնց են մտածում, ինչու են մտածում, որ մի օր ինչ-որ հրաշք կլինի եւ Ադրբեջանը կկանգնի, երբ որ մեր ամբողջ վերջի 7 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ նրանք ինչ ասեցին, նրանք վերցրեցին, որովհետեւ այս խումբը ամեն ինչ զիջեց, մեղրին էլ զիջեց։ Եվ հիմա նրանք Սևանի մասին են խոսում։ Դրա համար ես ասում եմ, այս հարցազրույցները պետք է այդ մարդկանց հետ վարել, պետք է գնալ գյուղերում խոսել մարդկանց հետ։